Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պարոն վարչապետ, դուք մենք հայտարարել ենք եւ վերջին շրջանում հաճախ ենք այդ մասին խոսում, որ եթե պատահի այնպես, որ հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմությունը հաղթի, ապա դա անխուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի եւ աղետաբեր պատերազմի։ Եվ ես ընդդիմության ու լրատվական դաշտի արձագանքները նայելով, իրենք փորձում են սա նկարագրել այնպես, որ մենք սպառնում ենք Հայաստանի ժողովրդին։ Ես դրա համար կարևորում եմ այս խոսակցությունը ու կարևորում եմ, որ մեր ժողովուրդը հանկարծ չմտածի, որ մենք այս հայտարարությունը անում ենք նախընտրական տրամաբանության մեջ, որովհետև մենք ընդհանրապես իրար կապում ենք փաստերը։ Եվ մինչև հարցս տալը ես ուզում եմ մեկ փաստ մեջ բերեմ։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը բոլորովին վերջերս իր հարցազրույցներից մեկում ուղիղ հայտարարել է հետևյալը, դա հրապարակային է, ասել է, որ Հայաստանը չպետք է բավարարվի իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Իհարկե ինքը չի կարողացել ամբողջը տարածքը ճշգրիտ ասել, որովհետև ինքը ուժեղ չի նաև այս հարցում, բայց այնուամենայնիվ Ռոբերտ Քոչյանի հայտարարությունը ըստ էության իրեն դարձնում է պատերազմի հրձիկ, ուղիղ, որովհետև սա փաստացի քանդում է խաղաղության ամբողջ ճարտարապետությունը, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը խաղաղության հռչակագիրը, սահմանազատման կանոնակարգը հիմնված են մի շատ ֆունդամենտալ փաստի վրա, Ալմա-Աթայի հռչակագրի եւ պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման վրա։ Ու Ռոբերտ Քոչյանը նաեւ դրանով չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եվ իմ կարծիքով միայն այս փաստը բավարար է, որպեսզի մեր հանրության համար հասկանալի լինի, որ Ռոբերտ Քոչյանը եւ ընդդիմությունը ըստ էության նպատակ են դրել պատերազմի իր բոլոր աղետալի հետևանքներով։ Ես ուզում եմ, որ դուք արձագանքեք այս խոսույթին եւ այս խոսակցությունը նաեւ մեր հանրությանը հասնի։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, խնդրեմ պարոն Փաշինյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Կոնջորյան, նախ թույլ տվեք անդրադառնալ ձեր հարցի առաջին նախադասություններին, որտեղ դուք ասիք, եթե այնպես պատահի, թույլ տվեք իմ վստահությունը արտահայտել, որ այդպես չի պատահի, եւ սա ինչու եմ այսպես ասում, նախ ոչ միայն վերջին մի ամսվա ընթացքում ժողովրդի հետ մեր ունեցած շփումները եւ տեսնելով ժողովրդի տրամադրությունները, քաղաքացիների տրամադրությունները եւ խոսույթը, երկրորդը բացի դրանից, գիտեք ինչ, ի վերջո կան պատմական ցիկլեր եւ այն ինչ որ դուք նկարագրում եք կամ ինչ որ ասում եք կամ ընդդիմությունն է ասում, պատմականորեն անհնար է եւ անտրամաբանական է, որովհետեւ դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ ավելի քան հազարամյա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է, եւ մեկ էլ այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման եւ գոյապահպանության օրակարգին։ Այսինքն իմ կարծիքը այն է, որ դա պատմականորեն անհնար է։ Եվ մենք պարզապես պետք է պատմական պահը ճիշտ գնահատենք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ քաղաքացիները եւ պատմությունը հասցնենք տրամաբանական եւ շատ կարեւոր է ոչ թե ֆատալիստական, այլ ինչ որ ֆատալիստական տրամաբանությունը ճեղքելու միջոցով ի վերջո խաղաղ հանգրվանին։ Իսկ երկրորդը տեսեք, դուք արդեն մասամբ հարցին պատասխանեցիք, չնայած մասամբ չէր, ամբողջական պատասխանեցիք,
Որտեղից է այդ համոզվածությունը։ Բոլոր այսօր ընդդիմադիր ըստ էության ճակատով հանդես եկող ձեր նշած ուժերը բոլորը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ։ Ընդ որում հենց իրենք օգտագործում են խաղաղությունը պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու եւ այլնի մասին։ Դա այլ կերպ քան պատերազմի ճանապարհ ոտք դնել անհնար է։ Այսինքն բոլորը այդ ուժերը ում եք ասում կոնկրետ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ուժեր, բոլոր երեքը հանդես են գալիս, մեկը ասում է վերաբանակցենք, մեկը ասում է ուժով պարտադրենք, այսինքն ընդհանուր տրամաբանությունը դա է։ Այսինքն իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետքա տեր կանգնել եւ այդ խաղաղությունը պետքա խնամել։ Իրանք ասում են, որ այդ խաղաղությունը պետքա վերաբանակցել, ինքը այն չի։ Եվ դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը։ Եվ ինչու պետք է դա տեղի չունենա, այն էլ աշխարհաքաղաքական այս միջավայրում, որտեղ այնտեղ որտեղ պատերազմի հնարավորություն կա, այնտեղ որտեղ պատերազմի դուռ կա եւ այդ դուռը բաց է, պատերազմը մտնում է, մենք չենք տենում ինչ է կատարվում աշխարհին։ Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմը ճեղքով մտնելու է։ Իսկ ձեր ասած ուժերը ոչ թե ճեղքի մասին են խոսում, իրանք բանի դռների փեղկերը լայնորեն բացում են։ Ես էլ եմ վստահ, պարոն վարչապետ, որ Հայաստանի ժողովուրդը թույլ չի տալու դեպքերի նման զարգացումը եւ մի շատ կարեւոր ու ակնհայտ պատճառով, որովհետեւ մարդկանց համար, այդ թվում նաեւ մեր քաղաքացիների հետ մեր վերջին շրջանի շփումների արդյունքում եմ սա ասում, մարդկանց համար ակնհայտ է, որ այս ուժերը այդ ապագա պատերազմը սանձազերծելու են իրենց քաղաքացիների զավակների կյանքի գնի հաշվին, ոչ թե իրենց սեփական զավակներ, որտեղ նրանցից շատերը կամ Հայաստանի քաղաքացի չեն, կամ գնացել ծնվել են ուրիշ երկրներում, որ Հայաստանում զինապարտ չդառնան։ Մի խոսքով Հայաստանի ժողովրդի արյան վրա խաղադրույք անելով, այս ուժերը փորձում են Հայաստանը մտցնել պատերազմի նոր շրջափուլի մեջ եւ այսպես բնականաբար միանշանակ համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդը դա թույլ չի տալու։ Շնորհակալություն։ Բայց մի բան էլ ասեմ, պարոն Կոջորյան, ես վստահ չեմ, որ այդ ուժերի բոլոր ներկայացուցիչները եւ բոլոր լիդերներն են հասկանում, որովհետեւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով գուցե դժվար է նրանց համար հասկանալ։ Բայց ես էլի եմ ասում, եթե այդ փաստարկը կա, դուք նայեք այս դահլիճի այս հատվածի դատարկության, չէ՞։ Երկու падգամավոր կային ստեղ, որ անդադ շատ ակտիվ հարցեր են տալիս, տվին հարցեր, տեսան բան չի ստացվում, հիմա գնացել են Ռոբերտ Քոչարյանին են բռնել, Ռոբերտ Քոչարյանին են հարցեր տալիս։ Հասկանում եք, բա եթե տենց երկիրը այդ վիճակում է, այս դատարկությունը ինչի մասին է։ Ընդ որում Քոչարյանին հարցեր են տալիս, գոնե հետո մոնտաժ են անում մոնտաժ են անում նոր են տեղադրում, բայց այդ չգիտեմ ժամային մոնտաժների արդյունքում մեկը բանը էլի խոսացածի մի շատ զգալի մասը տենց ժամանակը սպառվեց, թե չկասեի թե ինչա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, Ջուլիետա Ազարյան։